բազմաշերտ Կարաջանյանը, իսկ իմ համար ինքը կոլաժի պապան է, ես է կոլաժի դիժ է, ուզեցի կոլաժի դուրս ինչ-որ բան կոտնել, ու զգացի, որ ձեռքերի մասին կոտի իմ թեման, որտեղ իր համար ավելի շատ ձեռքերն են, քան բեմքը, շատ արկավ։ Դրա համար ինչքան ձեռք ֆոտո գտա իմ ֆոտոների մեջ, ես մեկը չէ։ Ինչ իր հետ ասոցացվում է, վերջը գցեց այս ֆոտոների մեջ։ Ինչի եմ սիրում Արարյանովին և ինչ ենք սիրում երևի բոլորս, երևի ազատության համար, որ այդ երկրում կարողանում էր հակառակ գնալ, որտեղ հակառակ գնալու լիքը տեղ կար այդ երկրում։ Հիմա է որ ամեն ինչ կարելի է, այն ժամանակ չկար այդ հնարավորությունը, այդ մարդը թե այստեղ Երևանում արել հակառակ բան, թե Թիֆլիսում արել հակառակ բան, թե Կիևում արել, բոլոր տեղերում ինքը արել է հակառակ, կամ իրանց լոսել է։ Ես նույնիսկ չգիտեմ սցենարը ոնց են ընդունում է իրանց, որտեղ սցենարն էլ է տենց գրած։ Ոչ մի հակառակ հետո չի արել, որ խափի։ Սցենարում էլ ոնց նկարած է, տենց գրած։ Այսինքն հասկացել են մարդիկ, որ արժի ցույց տալ, հնարավորություն տալ այս մարդուն արտահայտելու։ Չնայած մի քանի ֆիլմ ունի տրադիցիոն արած, ինչ է իր հայտնի ֆիլմերը, հետո զգացում է, որտեղ խեղդում է իր թեման չի։ Սովորական սյուժետ, ինչ-որ զարգացնել բան, իր մեջ ինչ-ներ, կարողանում է, ի վարպետը, ու սկսում է, այն ինչ-որ մենք իր մասին գիտենք։ Ուզեմ վերջում ցույց տալ իմ վերջի ֆիլմը, կոչվում է «Տակային ամպեր», ինչ-որ մեկը տեսած կա։ Հա, երկուսը։ Այդտեղ Կարաջանովը այնքան բաներ կա, որ ինքը խոսում է, ու իր ոտքերն են հետևում, հենց ափի վրա նստած, ու կինոյի մասին է խոսում։ Մեկի հետ, որը նոր է նստել է տանքի, այսինքն նորամերոջ։ Այդ վերջի նայելու բանը մեր կգնի այդ ֆիլմը 15 րոպե է կարծեմ, թե 10 րոպե չէ հիշում, հիմա նոր ֆիլմ անում, առացել է չէ, անել մինչև է։ Մի քանի հատ էլ կտորներ կա, որ իր նկարներից ազդվելով եմ արել կամ առանց իմանալու որ ազդված եմ արել եմ, հետո է այլևած եմ Կարաջանովից եմ ազդվել։ Մի հատ փոքր Կարմեն կա, որը հենց թանգարանը պատվիրեց, իրանց մոտ գնում է։ Մի հատ բան պատմություն է պատմել, որ ով է պատմում իր մասին։ Որ Կարաջանովը ասում է, Կարմենը աշխատում էր տավաշնի ֆաբրիկայում, այսինքն թութունի հետ գործ ուներ, ով ասում էր, պետք է որ փռշտար։ Ու այդ մենք արեցինք փոքրիկ մի բան, փոքրիկ անիմացիոն ֆիլմ է, 3 րոպե, եթե ոչ պակաս։ Կոլաժները իր, ճիշտ ասած ես ֆիլմերից չեմ անջատում, որտեղ իր մի կոլաժը կարելի է մի ամբողջ ֆիլմ է հաստատ։ Յուրաքանչյուր իր կոլաժը շարունակություն ունի որպես ֆիլմ։ Գոնե ինձ համար, ինձ կարամ իրան վերցնեմ ու սարքեմ իրան։ Ուղղակի հիմա հատ շարք տենց արել են պոեզիայի շարք շողակաթում, որը կոլաժային է շատ ու շատ նման է իր կոլաժների։ Սա այդ նման ընդհանրապես նռանգույնից պատվաստներ հետնի, որը հետաքրքիր է, որ զուգահեռ նույն լամի վրա են կերել սա այդ նվային մասին, ես ու ինքը նենց հավես է, որ հետո ես հասկանում, որ դու կրկնում ես այն ինչ որ ինքը մտածել է, դու ես մտածել։ Գավազան է դառնալ, սա բան իր մոտ էլ կա։ Հաստատ տեսել եմ մնացել է ուղեղումս կրկնել եմ, բայց ես մտածում եմ, որ ես եմ հնարել։ Եթե ինչ-որ, չգիտեմ, ես քանի որ ոչ ինստիտուտ եմ ավարտել, ոչ թերլեմեզանն եմ ինչև ոչ գնացել, ես չգիտեմ լեկցիա ոնց կարդալ, կամ լեկցիա է ասա, թե ուղղակի զրույց է։ Դրա համար տենց ինչ-որ շատ խոսալու տեղը երևի մի երկու բան նայենք, հա, ասենք թեկուզ Կարմենն է։ Ես երբ մի դեր նստել եմ, ես նայեմ։
Ես այսօր կուզեմ երգել որպես մի անհայտ դլիլ, արդյոք որ վարպետը մեծ օրինել է դեմքը ձեր, արդյոք որ ոգին տվեց, արդյոք որ ոգին տվեց ձեր դեմքին ուսեկը ձեր, Ուզեի երբել կապել, երբ կովել երբ կողանցիր, էնալել ձեր հակյանք Շողակաթի սայթում կա, բայց քաշել չի լինում, շողակաթի կոչվում է Փեդրեթը ինչ, այդ շարքը, ընդեղ 7 ֆիլմ կարծեմ, մի հատ ոչ հայ գրով կա, գրով չի, ես իրան օշիս լիվչիկ եմ ասում, այդ բան Օգոստ գնացն է, որը իր աստոնը վիդված բարերն է, շատ ուշ տիրեցիք ես, ուշ տեսակով գրեցությունը, մեկը չի եղին չէ տեցմուտա այդ մի շարքի մեջ մնացը տեսակ հայ պոետն է։ Կարմա կա, որ ինքը Սայաթ-Նուրայի բացի նակ ժամանակակից իրա գրով, ժամանակակից չի չարիցը, բայց ունե իրեն ավելի մոտիկ ավանով ժամանակով չի անդրադարձել, որտեղ շատ ման իրանք բնույթով։ Երևի տենց թեմաները մի քիչ լրջոտ որը հենց իր ժամանակի հետ է աշխատելա չանի։ Ես իր տվերն կանեի Փարաջանովի, որտեղ իսկապես նման է, հնարավորությամբ էր, ճակատագրով էր, ուղղակի նրա վատը չի բերել, ավելի 37 թիվա էր, ոչ թե մեր նախորդ դարի վերջը։ Շանենցի ու Փարաջանովի համագործակցությունը տեսակներով մի քիչ ասել Ինչով են իրականում Չարենցի ազատությունն ու Փարաջանովի ազատությունը նույն դարակն իրան ժամանակի մարդկանցով շատ ավելի ազատ են, քան իր ոգիները։ Ասենք Չարենցը իր աշխատակիցների հետ եթե համեմատես, որ ավելի ոնց ասեմ, այսօրվա մարդիկ քան նրանցից իր ոգի գրող շատ ժամանակակից ամենս ավելի քան չգիտեմ, իմ կարծիքով նման է նա ավելի խուլիգան է եղել կրակի, ավելի միգուցե ժամանակն ատենց եղել մաղոզական ատենց էր գրագել մարդը ուզեց ես պատմի սենց բաներ արել է, Փարաջանը տենց վայրի վերումների մեջ չի ինգել, բայց դեր նա ապրելա ոնց ուզել է որ հարցեր տակ ժողովուրդ ավելի հեշտ կլինի, որտեղ իսկապես ես խոսալուց մի քիչ ճիշտ է կարողանում եմ երկար խոսալ, բայց թեմա գտնել կինոյի մեջ Փարաջանովի Տարտովսկու մոտ շատ նման բաներ կան, որ կադրը նույնիսկ մի հատ կա այսօր արել եմ առավոտը, իրար գցրել եմ բանի նախնիների մոռացված դեպքերը ու Ռուբլյովը, դեր բաներ կան, որ ինձ թվում է նույն մոտնա։ Այդ սպիտակ ֆոնը անջատել է հերոսին ֆոնից։ Ռուբլյովում այդ արվել է շենքը ուղղակի ներսից սպիտակացրել է, իսկ Փարաջանովը նագլեորեն ուղղակի սպիտակ կտոր է կախում, որ իրավ պետք է, որ քան չերևա։ Իր առաջին ֆիլմերում բանը այդ նախնիների Դե սկիզբը ֆոներով է, զգում ես, որ ինքը նրանից նեղվում է, իրանք դա դուր չի գալի,
ու գնալով սենց բանան, լակոլիկ սարքումա կոլաժ, լակչում։ Վերջում հասնում դրան, որ դառնա կոլաժ։ Մյուս ֆիլմերում դա արդեն երևի մենակ Աշիկ Քերիբն է, որ ավելի շատ բնության մեջ է, նայել է բոլոր ֆիլմերը, թե Աշիկ Քերիբը իմ ամենասիրածն է, որտեղ շատ ամենից ֆիլմը։ Ընդհանրապես ոնց որ շնչած է այդ ֆիլմը, որտեղ նկարացնում են։ Իսկ մնացածի մեջ տեսնում ես, որ ինչ-որ մեկի համար է, համոզելու համար է արել, էլի լավն է, նրա ֆիլմն է իհարկե հրաշքավ, բայց ես տեսնում եմ այդ նրա ֆիլմի մեջ իր ճիքը բացատրելու ինչ-որ։ Աշիկ Քերիբում այդ չկա։ Ոնց ուզել հենց արել է խուլիգան ֆիլմը է շատ տարբեր բաներ օգտագործած, լեզուներ, բայց չգիտեմ, սիրում եմ այդ ֆիլմը։ Իր քաջությունը նաև այն է, որ ինքը վերցնում էր, ասենք, թուրքական երաժշտություն, թուրքական մինիատյուրա, ադրբեջանական կամպասիտը, ամենայն բարդ վիճակում ինքը դրանից չէր խորշում, ասում ինչ կարևոր է։ Այսինքն էդ էլ է ազատություն։ Կողքից ասում են գող չունես դրանց թքածում էր։ Ես չեմ հանդիպել իրանքյան շատ ափսոս, որտեղ այդ վերջի իր տարիները արդեն հայ ֆիլմում էի, կարող էի ճիգ գործադրել ու գնալ էլի, ասենք հիվանդանոց։ Բայց ես թույլ չես տալիս չէ, մի տեսակ հարգանք կար այդ մարդու։ Երևի ոչ մեկին պես չեմ հարգել, ոնց որ իր հետ աշխատող ալիքներ Յավրան, որը մեր մոտիկ ընկերներ, տարիքով մեծ էր, բայց ամուսնուս հետ շատ մոտիկ էին ու ինձ էր ընկեր համարում։ Նա էր ինչ-որ բաներ պատմում, բայց ինքն հենց հուզվելով էր պատմում, հենց պաթոսով էր պատմում, ոնց էր Փարաջանովի մասին չելներ։ Համարյա բան չեմ հիշում, մենակ հիշում եմ մի բան, որ իրանք տեսության վերջի օրերը արդեն պարկած հիվանդանոցում, Փարիզից գալուց էր։ Իրան այցելում են Ֆրոնզե Դոլվացյանը, մի քանի կինեմատոգրաֆիստների հետ, ու պարկած սենց շատ վատ վիճակում Ֆրոնզեն տենում Սիրնացել ես Ֆրոնզեն։ Միշտ ինքդ բան էր անում Ֆրոնզեն, որ դու շատ սիրում ես, ռեժիմի դժվամից զրական։ Որ վերջի բային էլի տենց յազվություն է արել։ Բայց շատ բարի ու ոնց ասել, ոչ չար մարդ էր, սարսափելի։ Ու պատմում դրանց է պատմում, որ ահավոր բարի էր։ Փարաջանովի հետ շատ հեշտ է, ով հիշում է, կարեր ասենք նվիրած բանը իրան այդ պահին սրտից հավոն նվիրում է ինչ-որ բան ձեռքով սարքած, երկրորդ պահին նվիրել ուրիշին, հենց այդ մարդու կողքը։ Հետո որ նվիրել էր, առանց մտածել, վիրավորում է։ Մի քանի հոգի այդ նույն բանը պատմել է։ Դիլաքյան եղբայրներն են պատմել, որ իրանք ժամերով, օրերով ինչ-որ շապիկ են գործել, ինչ են արել վրան նկարած բան, մեր պահին են ծրոց աչքի առաջտավել է ուրիշին ասված, չգիտենք ինչ անենք։ Շատերը պատմում են։ Մի հատ պարքիվ կար Մալայան, դոկումենտալի ֆիլմերի ռեժիսոր էր, համել բան էր, Կալիցանյա, իքը նկարներ ուներ բան, ասում էր մի հատ սիրում բան տենում է, առանց վերցնում էր ու գնում էր, ասում են կարա գողություն է, հետ այո, ուսո, այդպես երևույթ է։ Ֆիլմերից էլ է այդ զգացում, ոնց ասեմ, ագահ դեպի գեղեցկություն, չնայած իր ֆիլմերը ոչ միայն գեղեցիկ են, նաև ռիթմով են հետաքրքիր բան, բայց այդ կադրից կայֆ ստանալը շատ ագահավարի է այն։ Լավ իմաստով անում։ Ինչու հարց։ Սպարվեցի։ Չկա։ Այստեղ որ նստած էի պիտի նայեք հանդեմ, ասցիք, որ ազատ է լինում։ Կարողանում եմ։ Հա։ Չեմ այդ ազատ լինելու Որ ասում են, այս ինչ բան է այսքան պետք է տևի, այն ինչ բան է այսքան պետք է տևի, ես ռամկեքի մեջ եմ դնում, կամ սցենարը որ գրում ես վերջացնում ես,
Չպետք է ասեն ինչի սցենարով չես արել, որտեղ կինոն սկսում է սցենարից թեքվելու պահի։ Եվ որ սցենարից դու փախչում ես, այդ ժամանակ է սկսում կինոն։ Կինոն տենց բան է, մի տեսակ չեմ ուզում ասեմ ինքն է քեզ թելադրում, որտեղ մեկը դու ես։ Բայց երբ որ սցենարը գրած է, ինչ որ պահի դու զգում ես, որ այդ չես կարող անես, որտեղ չի սազում, չպետք է անես։ Այդ ազատության մասին է խոսքը։ Իրա մոտ լրիվ ազատ է, ինքը չունի տենց սյուժետ պահելու, բացատրելու ինչ որ ցանկություն։ Ոնց ուզում ես հասկացի։ Հազար ձևի կարելի է հասկանալ նրա ֆիլմերը։ Չկա այդ բանը էլի, քեզ ճնշես, որ մենակ իրա ուզածով հասկանաս։ Ինքը դա չի էլ ուզում։ Ու բոլոր արվեստագետները այդ ունեն այդ հատկությունը, որ քեզ տալիս են, հետո իրանք ուրիշ բանով են զբաղված, ողջունի դրա հետ։ Ինձ թվում է։ Ես եթե ֆիլմը վերջացրել, ես դրա հետ գործ չունեմ։ Ասնի խոսք, ես չեմ հիշում ինքը ինչքան է տևում։ Ինձ արդեն վсё, վերջացրել։ Մյուսն է սկսում։ Կամ Իրա մոտ էլ ակնց, ինքը ագահ է, ինքը անընդհատ ուզեցել է աշխատել։ Ես պատկերացնում եմ ինչ է, ասենք միասեռականի համար, սովետական բան։ Այդ դժոխք է։ Բայց, այդ մարդը ընդեղ այնքան բան է արել, իրան հարգել է։ Չգիտեմ սկզբից ոնց է վերաբերվել, բայց վերջում ինքը ընդեղից դուրս է եկել, որպես վարպետ։ Այդ մարդ տեսակ, որ մնա ինքը իրանով ու չկոտրվի, վարդան է շատ։ Նեղ տենց վիճակներ։ Ես չգիտեմ բանդում, ես ինչ կամ է, եթե կոնկչունն է, մերն է երկրորդ ռոքել, բայց մոչես կարանես, մենակ է կարելով կոնկչուն։ Բանիտար է։ Լույսը գնում ես, գնում ես, ապերին կտարը, կարաց կլիպ անես Իսկ ես ֆոտոները ձերքեր են, ընդհանրապես քթած, այսօր առավոտն եմ վարկվել, որ ամուր չի մի բան ցույց տամ Վիդեոն որ գնա Правильник спонжался, раба твоего Иоанна спасся, упокой, сохраняй блаженную жизнь, я тебя цурику любча, упокоишь твои, Господи, и все святые твои упокоиваются, упокой душу, усопшего раба твоего Иоанна, яко единствен человеку любец. Слава Отцу и Сыну, и Святому. Щось дяков хрест, погано співає, як для всякої групації угорів. Сами душу раба твоего упокой, и ныне пришло Помер наш Іванчик, помер. Скоро дивіжу.
Փարաջանը ավարտում, այսինքն սկիզբ ավարտ եւ վերջացող ստիլը, որը ինքն է օրինել, այսպես ասած, ու ավարտվել է այդտեղ, թե ինքան զարգանալու պոտենցիալ ունի։ Եթե փորձում են նմանեցնել, չի ստացվում։ Ուրիշ բան պետք է։ Ոչ թե Փարաջանելու ինքը։ Թե ինքը ավարտում ինքը իրան կրկնելը մի քիչ նու կարած կոլաժ անես, բայց ոչ թե փարաջան ոչ թե իրան կրկնես, իրան ընդհանրապես ինչ-որ մեկին կրկնելու համար, եթե դու կոպիա չես նստել անես յուղաներկով, սկալ մոտեցում ար, մեկա չես հասնելու նրա, որտեղ դու չգիտես ինքը ինչա մտածել։ Դու կարող այդ միտքը չկարդաս ֆիլմից, բայց այդ ազդելու է ֆիլմի վրա։ Քո մտքերը ուրիշ բանի մասին է, իրանը չէ։ Հա, ավարտում է։ Հա։ Որտեղ դառնում է երկրորդ թվական ինչ-որ բան, երկրորդ կրկնելուց։ Իմ հարցը դրա շարունակությունն է։ Մենք այստեղ պետք է պրոյեկտ ներկայացնենք, որը ինչ-որ ձև կապում է Փարաջանովի հետ, գիտեմ, իրանից ասված է եւ այլն։ Ու այստեղ նա դժվարություն կա ինձ անել, որ վերածվել են, որ ոչ թե դա դառնա ինչ-որ լիտերատուրնի վիլիվոտ, ուղղակի իր աշխատանքի, հա, այլ ինչ-որ տենց Անում եք այն ինչ որ սիրում եք, անում եք դնում եք Փարաջանովին նվիրված։ Բայց այդ մի քիչ չէ, այդ ավելի մոտիկ է, քան եթե անեք իրան նվիրված հատուկ պետք չի։ Եթե դուք զգում եք ինչ որ, ասենք ինչ որ թեմա իրանից վերցնել, մի հատ փոքր, չեմ ասում, սա ֆիլմի թեմա։ Դնում լրան գույնի մեջ աչքերը։ Կամ տենց էլի դետալ։ Ու դրա վրա շավը։ Ոնց է ձեռքերը։ Ես էլ չեմ ջանք չեմ գործադրում, բայց որ ջանք գործադրում է, դնեք ու այդ ակցենտները ճիշտ դնեք, բան կրակեց ու վերջին ծաղկուտ է։ Սա ուղղակի իրար հետևից ինձ լցրած ֆոտոներ։ Տենց։ Բայց ոչի արեք է ինչ որ ուզում։ Քանի որ ասի կոլաժ շատ եք սիրում, Փարաջանովն հենց ինքը կոլաժիստ կարելի ասել վարպետա, ըստ ձեզ ի՞նչն է իր կոլաժը ուրիշ այլ կոլաժներից տարբերակը։ Այսինքն մենք կարող ենք նայենք, ասենք էլ իրերից բաղկացած ինչ-որ բան է, բայց ի՞նչն է իրանը տարբերում։ Անունը չէր դնում ինքը կոլաժ։ Ինքը արվեստ էր ստեղծում, ուղղակի իր համար, ասենք այդ Մուրաբան չի, ամենահայտնի իր բաներից մեկն կտավներից, կոլաժներից։ Կոլաժ չի, տատիկի սերվիսը ջարդվել է, ես մինչև հիմա չեմ կարողում աման թավան ջարդված։ Այդ երևի տենց բնույթի մարդիկ են։ Չեմ սարքում ուսի վրանոց, առանձին դրած ապան, բայց այդ բան է, այդ բարախուբշիկի բնավորությունը իրա մեջ կա, իրա կրիներ է տենց։ Իմը տենց չի, բայց իրանը տենց է եղել, երևան բարախուբշիկ, ինքը սիրուն բանի կողքով անցնել չի կարողացել, ինքը վերցրել վերմյատում։ Հերս էր տենց, անպայման չի սիրուն բան, ինչ գտնում էր, բերում էր արվեստանոց, սապերի վիճակ էր, նկարի չէր, ու տեսնող էր, ու չէր կարողանում կողքով անցնել։ Այդ Փարաջանովի կոլաժները այդ տենց են, իրանք շատ են, նույնիսկ շատ տեսեք խառն են, շատ են, դա լավ կոլաժիստներ էլ կան, աններ հիմա չեն հիշում որտեղ, բայց կան իձեի մի կոլաժիստներ, իրանը բարախուբշիկի կոլաժ, սաղ, հին տիկնիկ, հին կրուժի բան, հին ձերբոց, կուշիկ և այլ, բայց սիրում ես, ամեն ինչ հասկանալու որ ինչից է սկսել իր ամոտ, մեկա սիրում ես։ Հետո տրանսվորմացնել ուրիշի նկարները ես եմ շատ սիրում, որ վերցնել ջոկոնդայի գլուխը նենց կտրել, որ դառնա պրոֆիլի։ Այդ բաները բաց է այն, որ ինքը անում է, ես երեխա վախտել եմ, բաների հետ, բոլորն են արել ինձ թվում է։ Կաններ նկարիչներ էին, ոչ ու չեր ասում ինչ ես կտրում, ասենք կարող էի ամենալավ գիրքը կտրել, ճիշտ ասը սպներից արներ կատում, բայց դե որ նստած գործ ես անում փոքր երեխա, նկատով ձերս կփոք չի է։
Գիտեմ ինչքան եմ հարց պատասխանեց։ Իսկ եթե ֆիլմեր չնկարեր, առաջարկը, ուղղակի կոլաժ աներ։ Անընդհատ բանտում եմ, հա, ֆիլմն է, հայտնի կդառնար, այդ պահում կդառնար, բայց դժբախտ է։ Ինքը երջանիկ մարդ է, իրան համարյա ամբողջովին բան է արել։ Բացի այն, որ իսկովիցը չի նկարել, մնացած հարցերում ինձ թվում է լրիվ արել այն ինչ որ ուզում է, ոչ մեկին հաճույք չի թողել, այսպես ասեմ։ Իրանից դժբախտության հոտ չի գալիս։ Ընդհանրապես ասում էին ինքը սուպեր, տարիներով չէր լողանում, վրայից հոտ չէր գալիս։ Մարդիկ էդ են պատմում իրեն մասին։ Ես նոր բաներ սիրում եմ հավատալ, կհավատալ չի եղել, բայց ինձ ձեռ ա տալի ինձ հավատալ, որ սուպեր է։ Զարիկը շատ Փարաջանովի մասին չես հարցես, ձեր պրոցեսն է հետաքրքիր, այսինքն երբ որ վերցնում եք ինչ-որ թեմա ու դրա շուրջ մուլտֆիլմ եք փորձում նկարել, ավելի շատ ինչքան ժամանակ եք ծախսում այդ ամեն ինչը research անելու, ինչ-որ ռեսուրսներ հավաքելու ու ընդհանուր պրոյեկտի վրա։ Եթե իմ հնարած սցենարն է, կամ իմ պատմածով գրած սցենարը, ներսում այսինքն դու իրան ինչ-որտեղ խնդրելու կարիք չունես։ Բայց եթե ինչ-որ թեմա է, որը ասենք վարետ է, արել եմ, այնտեղ թեմաներ կար, որ ես չեմ զգացել, բայց ինձ պետք է դրա զգացած մարդու ներաշխարը տեսնել, գոնե կինոյում, գոնե գրքում։ Այդ տենց, բայց ոչ ինչ-որ նկարներ և չեմ կարում բացատրեմ։ Եթե իմ կյանքի մասին չի, հա, պետք է այդ ժամանակը, որ դու հասկանաս ինչ ես անում, այդ կնոջ հոգեբանություն էր ոնց է, երեկո հոգեբանություն էր ոնց է, մի հատ ինչ-որ աշխատանք պետք է։ Իսկ եթե քո ներսից է, ես ինձ վստահում։ Վստահում եմ այնքան, որ նույնիսկ սցենարը չեմ գրում։ Ասեք ֆիլմի կեսից նոր սցենար է գրում։ Ռաստադրովին ավիմա վերջում։ Երևի միակ բանը, որ ինձ կխանգարի, այդ բանն է, ասում եմ, անազատություն։ Ժամանակի մեջ դրա համար ես նախորդ եմ սկսում ֆիլմը, որ չասեմ հեսա կպարծնի ժամկետը և այլ։ Կես տարի շուտ եմ սկսում, հետո դիմում եմ։ Չունենամ այդ սա ժամ եկավ վիճակը։ Ընդհանրապես ժամ եթե դրած է գլխիս, այդ օրը կորած է։ Այսօր որ պիտի գայիս տեղ, ամբողջ օրը ես նայել եմ ժամ թվերին։ Իսկ ձեր որ երբեք չի եղել, տենց ինչ-որ պահի։ Նո եղել է, ինչ-որտեղ աշխատել եմ, չէ։ Հայ ֆիլմում աշխատել եմ, բայց նենց մարդկանց հետ եմ աշխատել նույն գրուպայում, որ իրան չէին հետևում, երբ ես գալիս, երբ ես գնում։ Երև շողակատն էր միակ տեղը տենց տելևիդենյան, որ իթեթև ժամանակի հետ կապ ունես, կարգապահության, դպրոցից հետո, հա։ Դպրոցը ատում եմ, չնայած ոչ մի վատ հիշողություն չունեմ, բայց որ հիմա պատկերացնում երեխեք դպրոց են Եթե դուք չեք հիշում ոչ մի վատ բան, ընկան հաստատ եղել է, որ չեմ սիրում։ Հենց այդ որ պետք է ինչ-որ ժամկետում դու նստած ըլնես, ուրիշ բան չա։ Երբ ասենք դու որոշ ստեղծագործ մարդկանց մոտ ինչ-որ կրիզիս ա լինում, ինչ-որ պահի, որ պատին ա։ Տեղում ա կես ժամ։ Ինչքան հազարան ոնց է իմը կես ժամ ա տեղում։ Լինում ա, որ սա բանում ա, ասում ես դու ես вообще ինչ ես անում, ինչի ես անում, լավ չի, վերջը լավ չի երևում ֆիլմի, ինչ-որ սխալ տեղ ես գնացել, հիմա պետք է ֆրազ հետ գնաս, բան է, տեղում ա կես ժամ։ Կես ժամ կարես քնես, քնում ես, հետո զարթում ես ամեն ինչ բերնայում, սիրում ես քեզ և այլ։ Իսկ այդ միշտ է տենց երը, թե ինչ-որ պահի աշխատի Միշտ է տենց, միշտ ֆիլմի վրա դու մի երկու պահ ունենում ես, որ քեզ թվում ա դու սամազվանից ես, իրավություն ես, որ ինչ անում։ Լինում այդ, շատերի մոտ է տենց, չեմ կարծում մոտան մարդիկ, որ դրանից ազատ են ձերից։ Իսկ չսկսելու խնդիրը ձեզ մոտ եղել է, որ չես կարող։ Չէ,
Այդ մեկը ափսոս չի եղել։ Ինչու՞։ Որտեղ սկսում ես այդ անգամս գրակը վերջացնել։ Իսկ մնացել եմ, իսկ եղել է որ չավարտվի։ Շատ պրոյեկտներ ա սկսվել ու չի ավարտվել, բայց մենակ ֆինանսավորում չստանալ պատճառով չի ավարտվել։ Դանթեն սկսել եմ մեծ խմբով, իմ ընկերներով, իմ ընկերուհու գումարներով, նո փոքր, շատ փոքր, այդ 2000 թիվներ։ Այսինքն նոր լույս կար։ Բրծել էինք այդ վիճակից ու կարող ենք միտեղ հավաքվել վարանունի կողքը հելը որ չկար գազն այնց որ տակություն բան թեջով էր։ Ու ֆիլմ էինք անում, Դանթեն վերցրեցինք որպես թեմա, իմ ամենասիրած թեմաներից մեկն է շինած, մինչև ոչ կարդում ես, շունչդ կտրվում ա մինչև կարդում ես, բայց մեկ է իր մեջ այնքան բան կա, ոնց ասեմ, խառնիշ տորել լավն է շատ։ Այդ սկսեցինք ու անում էինք թղթի վրա, այն ժամանակ հլը չկար այդ ծրագրերը, թղթի վրա գունավոր մատներով բոլոր ֆազաները նկարած, շատ բաղ տեխնիկա էր, բայց հավես էր։ Տիգրան Ներղազարյան նկարիչը, եթե գիտեք, լավ նկարիչ է շատ, իր կինը Ազովկա էր անում, մուլտիպլիկատորներն էին Աբրամը, Սահակյան, ես այն ժամանակ մուլտիպլիկատորներ չի, դե ես նոր եմ սկսել, ես նոր որ 10 տարի է սկսել ինքս ինքնուրույն շարժել։ Ու այդ համը մնաց վերանս այդ ֆիլմից, որտեղ գումար տենց էլ չգտամ, մեկը 10,000 ուզում էր տար, ընկերուհիս ասես չէ ֆիլմն է, չի թող չտա, տենց մնաց։ 3 րոպեանոց պիլոտ ունեմ, որը մնաց։ Իսկ դժվար չէ կոմպրոմիսների չգնալը շուկայում Եթե պատվերը դա կամ ինչ-որ երաշտական հոլովակա, եթե ինձ դուր չի կարի չեմ վերցնում, եթե դուր աղլանից ասում եմ ազատոց տալիս եք ասում եմ հա, նոր անում եմ, երբեք հողի համար ինչ-որ չեմ հա։ Իսկ քիչ չեն այդ դեպքում այս պատվերները։ Իհարկե քիչ է։ Որովհետև ծնապոտա։ Շատ քիչ են, ու այն մարդիկ ում հավանում ես փող չունես։ Ինչքան տանցել կանը վերցնում։ Ես փողի համար երբեք գործ չեմ կարի, չեմ, ոչ թե չեմ ուզում փող, ուզում եմ, բայց չեմ կարում աշխատեմ, եթե ինչ-որ բան ասում են, սենց պետք է, չի ստացում։ Մի հատ գիրք եմ արել մի կնոջ համար, որ մինչև հիմա հիշում եմ, սենց չգիտեմ որ ծակում եմ, լավն է, այլի վատ չի ստացել, բայց իմը չի, իմ ուզածը չի։ Եթե ես անեի, ավելի հետաքրքիր Այդ մի դեպքում։ Դու պետք է աշխատես ու ուզում ես անես քո ինչ-որ մի բանը, նկարես, անիմացիա անես, ոնց հասկանալ, ոնց դասավորել ժամանակը, 40-ից հետո կհասկանա։ Որտեղ մինչև է դու ոնց որ մենակ քոնը չես։ Դու ինչ-որ մեկիննել ես։ 40 տարեկանից հետո սկսում ես դու, եթե իսկապես քեզ հարվում ու սիրում ես, դու քո համար ես աշխատես։ Մենակ։ Երեխեքը կարող է սովածրնել, տատիկի մոտելնել, այդ քեզ չգիտի, ոնց ասեմ, ամոթ հա, ոս տենց։ Իմ բախտը բերել է, իմ մեծ էին արդեն։ Իրանց բախտն էլ է բերել։ Իրանք գիտեն իմ մասին, որ ես ոչ տատ եմ, ոչ նայող եմ երեխա, կարող է բերեն մի որով թողեն։ Թողան եմ, բայց պետք է զգուշ եմ։ Դասեցին հատ է դայակ չէ։ Տարիքի հետ է գալիս է, ինքդ քեզ իրավունք տալ է, որտեղ մեկը մամա ես, մեկը երեխեքը փոքր է, բազոզում ես մինչև 40 հետը չէ։ Դե որտեղ որ նայում ես պետք է դիսցիպլինա ինչ-որ կարնաս ժամանակը ճիշտ դասավորես, բայց ինչ-որ չի ստացվում։ Դիսցիպլինա Ես զարթնում եմ, նստում եմ, նա մտնում եմ բան դուս եմ գալիս, նստում եմ կրեստոյին, իշերը, 3-ի կոմերը, 4-ի կնում, ստանում է, քնում եմ, վսյո, դու կավ է հաց ուտեմ, այդ իշերը։ Տենց է, գործ, ախր ինքը ինքան հետաքրքիր գործ է,
ինքը համ խաղ համ ոնց ասեմ դիալոգը հետ է շատ հետաքրքիր գործ է այդ սուտ չի որ տենց է ինքը քեզ բռնում է ու դու համաձայն ես որ ինքը քեզ բռնի Դե եթե այդ անում ես ու քո մտածածն է, քո մտքերն է, հա այդ միանշանակ Բայց ես բրան Գիտես, եթե քո միտքը իսկապես նենց էր մի որ դու չկարողանաս չանել, դու թքած կունենաս թե փողի վրա, թե կտան, թե չեն տա։ Տնեցիկին էլ, տնեցիկին էլ ինչ որ ձևով կհամոզես, որ էդ է կարևորը։ Համոզվել են, չէ՞ մերում։ 3 հատ երեխա ունեն։ Մի հարց տա, բայց ոնց որ դրա զարգացումն է, մեջից այսպես բաներ են։ Ես նարը քո ինձ թվում է, էլի իհարկե ես բանը իմ պատկերացնում Ֆիրդուսը ինձ թվում է ինքը շատ դեպ պարզ է, շատ կոնն է, որտև կոնն է, բայց այնտեղ օրինակ ես ինչ-որ ձևով կապում եմ, օրինակ մտածում պատահական չի, որ դու այսպես առաջին իսկ պահից մոռացված նախնիներից լերները այդպես Փարաջանովի ցույց տվեցին ու դե այսինքն զուտ վիզուալ ու տրամադրության, տեմպո, ռիթմի ու այն աբստրահումների տեսանկյունով, հա օրինակ ես այնտեղ բանում Ֆիրդուսում տեսնում եմ այդտենց մի հատ ինչ-որ կապ, էլի այն դեպքում լեգենդա առասպել է Այս դեպքում շատ անհատական հիշողություն է, որը էլի լեգենդա ու առասպել է, քեզանից է բողում։ Նույնիսկ երեկվա օրը լեգենդա ու առասպել է, վաղն է լեգենդ ու առասպել։ Նայած ոնց ես դու դա ընկալում, հա, ինչ տանքից կարևոր է լեգենդ ու առասպել, բերել մեյդան, թե չբերել մեյդան։ Ֆիրդուսը, չէ, Փարաջանովի հետ երևի կապ չունի, ուղղակի մաներկով արած, ու դրա համար ինքը տարբերվում է մնացած ֆիլմերից։ Ինքը նաև նյութի հաճույքն է, հա, ապակու վրա նկարում ես ամեն կադրը ու իրան ջնջում ես, ինքը բան չի ունում, ինքը մանդել է, այն է ինչ-որ այդ փիլիսոփայություն, ու դա շատերը անում են ավազով, հելը դու յուղաներկով ես անում ինչ-որ պահ իրան տեսնում ես, հա, Ավազով են անիմացիան, լրիվ էդ է։ Շատ ուրիշ բան է։ Մի հատ խույ են անում, գրնում ասա, էլի։ Այդտենց կայֆ բան է։ Իսկ այդ գիտակցումը, այդ կարևոր գիտակցումը, որ ասած տարիքի հետ է գալիս։ Իմ մոտ տարիքի հետ է եկել, բայց կան մարդիկ, որ 15 տարեկանից գիտեն ինչ անում։ Ես ինձ չեմ վերապահել ռեժիսոր այդ տարիները։ Ես չեմ զգացել ռեժիսորը, ես նկարիչ էի, նկարիչ բեմադրող էի ուրիշ ռեժիսոր էի։ Ուրեմն հասկանամ, կան կարևոր բաներ, որ դուք հասկացել եք, որ ամեն դեպքում այդ մենակ տարիքի հետ է գալիս ու ոչ մի բան չի կարող։ Այսօր էլ հասկացա ճիշտ ասած, ինձ չեմ մտածել։ Չէ, տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է գալիս։ Իմ մոտ եկել է տարիքից։ Կինոն մեռավ 10 տարի, հա, 10 քանի տարի կինո չկար Հայաստանում։ Ոչինչ չկա, մենակ կինո չէ, հաց չկար։ Չէ, տարիներ կար, լույս չկար, գազ չկար, հաց չկար։ Երեխեքը սոված էին, ինչ-որ բաներ կար։ Հետո այդ որ անցավ, սկսում ես արդեն պրոֆեսիայի մասին տենց մտածել, հա, կարևոր է, որտեղ եթե կապն կուշտել, Այսինքն եթե չլիներ ձեր մոտ ինչ-որ շիկար, ավելի շուտ կգար։ Ես էլի համարում եմ, որ շուտ է եկել, որտև այդ թվերին թվային անիմացիա անող Հայաստանի պատմություն չկար, կոլաժների եկել ես անում։ Այդ 2001, 2, 3 այդ թվերներ։ Ես առաջին եմ սկսել կոլաժով ու ավտորով անիմացիա անել տես թեմաների վրա։ Դրա համար ինքը մի անգամ ծերևաց։ Անեսի գնաց, ասենք, փառատոները վերցրեց, նորություն տեսնում եմ, մի անգամ։
Իսկ եթե ինչ զգացողություն է, որ ինչ-որ մի բան առաջինը դու ես անում, ու Չես մտածում, գիտես առաջին։ Չէ, դու չգիտես, դու ոչինչ չգիտես։ Դու զգում ես, որ այդ քո կտրտած ֆիգուրները կարող ես շարժել կոմբով։ Ոչ թե ինչ-որ մեկին տալ, որ անի բացատրելով։ Այլ դու նստած ես մի մարդու մոտ, որ նկարել չգիտի, կոմբը գիտի միացնել ու աշխատացնել, ու դու իրան ասում ես, սա շարժել։ Սարսափելի հաճելի զգացողություն է, որ դու արարում ես ուղղակի։ Առաջինն ես, երկրորդն ես, երրորդը կապ չունի։ Պրոյեկտներ, որ ընդունեցին բանում, ժողակաթում, ասես այդ բան եմ ուզում անեմ, ռադիոյից վերցնեմ ձայներ կարդացած այդ պոեզիա, համ արխիվը մի հատ թարմանա, կլսեմ։ Իջեք երազներից եմ սկսել, հապազանյան կարդը։ Բայց շատ հետաքրքիր այդ բան ուզում հասկանամ, բայց երևի պրոկտոպել եք, ուզում հասկանամ չեք իմացել, որ տենց բան կա արել եք զուտ, թե ոնց, որտեղ եթե ծրագիր կա, ուրեմն ծրագիր ինչ-որ բանի համար հնարել են, ես չեմ մտածել ով է արել։ Ամենայն դեպս իմ աչքին չերևաց, չկար հələ այդ ֆիլմը։ Որտեղ գիտեք հիմա օրինակ լիքը մարդ, ես լիքը բան կա, որ մտածում եմ, բայց քան շատ եմ նայում այս կողմենքում, եթե տեսնեմ մեկը արել է, ես էլ չեմ անում, որտեղ գիտեմ, բայց այդ ինչի թվում է, որ ես մի հատ տենց քանդակագործ կար իտալացի մանցում, որը համարյա ոչինչ չէր տեսել մանգարաններ ջարելով։ Ու հետո հատուկ չէր գնում։ Իրա քանդակները կլասիկա են, բայց լրիվ իրար լեզվով բարած։ Շատ նման են ինչ-որ հին անտիկ շրջանի ինչ-որ կամպոզիցիան չի, բայց լրիվ ուրիշ լեզվով բարած, որտեղ չի տեսնում։ Այսինքն այդ չտենալուց, բայց ունենալուց ներսից այդ ուրիշ լեզու է ծնում։ Իսկ տեսածի մոտ էլ դե աշխատես քո լեզուն գտներ։ Որ հիմա չես կարող ինչ տեսնես։ Չէ, խնդիր չի։ Խնդիր չի ես թվում։ Տեսածնել ուրիշ ձև ես անում։ Ամեն մեկը մի ձև է խոսում, հեռախոսը, ու մնաց նկարելուց ալոն ուրիշ ձև է ասում, մեկը դա է ասում, մեկը այո է ասում, լսում եմ։ Սա տարբեր է։ Մի մտածի կրկամ բի։ Ինքն չեմ համոզվում, օրինակ այդ իմոց ցնցած մեծ դուր է, դրա համար հետաքրքիր է, որ ասեցի։ Բայց դու որ նայում ես, մտածում ես նենց է արած ոնց որ դու ուզում ես։ Չէ, ես վստահ գիտեմ, որ ես ուրիշ ձև եմ անում։ Միտքը, եթե տեսնում եք այս միտքը Իմ վաղը դերս մտքից չեմ սկսում։ Ես ուրիշ բանից եմ սկսում։ Ես կերպարը նկարելուց եմ սկսում։ Ուսում այն է, որ քոնը գտնելու այս ճանապարհն այսինքն կողմում պետք է անես, ու եթե անգամ առաջինը անելուց հասկանես, որ այս ինչ բանի նման է, մեկը գնալով ինչքան շատ անես, քոնը գտնելու է։ Չէ, հետո նայ, այդ նման ֆիլմերը ստիլիզովն է, ունակ ռուսական անիմացիան, հիմա լիքը նկարիչ, նույն ձևի է նկար։ Իրանք նկարում են ինչ-որ կանոններով սովորած։ Էլի փոխածավ, խտասրածա, կերպարասարքած, բայց մի հատ լեզու կա, որը ուսում ընդհանուր է նշանակում։ Ինձ ես հասկանում եմ, որ դա ֆիլմը շարիկան է սարքում, հասկանալի է սարքում, որ ստիլիզացիա կա մեջը։ Բայց երբ որ չորրորդ ֆիլմն ես նայում համարյա նույն նկարիչը, բայց տարբեր մարդիկ են արել, քո մոտ խնդիր է առաջանում, որ ինչ-որ պատվով կա այդտեղ, ինչ-որ բան կա, որ ընդ դրած էր, վերցրել են այդ օրենքը, ու տենց են նկարում։ Ես չեմ կարում, ես կարողանում եմ տենց նկարել, բայց ինձ այդ հետաքրքիր չի։ Դրա համար քո հետո ես այնքան եմ նկարել երեխա վաղտվանից, որ խնդիր չեմ ունեցել, հա, այդ իմ ձեռագիր ստեղծվել է։ Ինչ ծնվել են նկարել։ Նկարիչների ընտանիքում։ Նույնիսկ իրանք չեն խանգարել, որ նկարիչ դառնա։ Ինձ թվում է խնդիր չի եղել ստեղծելու, որտեղ ոնց չեք սովորել ինչ-որ ինստիտուտում։ Նո թերլամեզյան 3-րդ կուրս համարած ավարտել։ Կարին ինձ թվում է խանգարելու համար հենց չէ էլի։ Հենց է դա էլի։ Մի հատ բան կա, որ պետք չի շատ սովորել։ Որ ասում են պրոֆեսիոնալիզմը լավ բան է, բայց լավ ուշ կա։ Չգիտեմ ով ասել, բայց ճիշտ է ասում։ Բայց ձեր ժամանակներ Թերմոյազյանին
այսպես ասած ազատ ոնց հիմա է, թե ավելի խիստ կամ չէ, ազատ էր։ Ընդհանրապես մեր կինոներ, նկարչություններ, սովետի բաների մեջ դրած, մերը Պրիբալտիկայի ժողովուրդների ուրիշ ազատություն էր, այդ Ռուսաստանն էր, Մոսկվան, որտեղ էլի փոքր քաղաքներում, Յարոսլավլ, ասենք, ծայրամասայիններում շատ ավելի ազատ էր, քան ցենտրում։ Չքան ցենտրում ցերով ես, այդքան ես քո կլորը, այն բանն է, չէ, որ գցնում ես մի բան կետում ինքը կուջուրա, հետո չքան գնում ենք ազատություն ես տա։ Տենց դիրիչիդիան լավ տեղա էլի, ստեղծագործելու համար։ Այս կարծում եք խնդիր թե, որ մենք մեր երկրում, օրինակի համար անիմացիայի գծով չունենք հստակ ինչ-որ լեզու։ Ուսմանտեք, չէ, խնդիր չի, սովորել։ Խնդիր չի։ Ես չեմ սովորել անիմացիա, ես աշխատել եմ անիմացիայում ու սովորել եմ անիմացիա, այդ այդ։ Ոչ թե ինչ-որտեղ սովորել եմ ոնց աշխատել։ Աշխատել։ Եթե աշխատանքով ես սովորել, պրակտիկայով ես անցնում, լրի ուրիշ բան է, քան ինչ-որ մեկը նստի պես ասի, սենց հաջանցից։ Ինչքան վստահ եք ինտուիցիային, գիտակցությանը, փորձին։ Իմ օրինակով ես վստահում եմ մենակ դրան։ Զգացողությանը, ճիշտ է մտածում եմ ընթացքում, մեզ չի որ մենակ ձեռը թողում ես, սիրտդ ինչ ասում եմ գծում եմ, չէ։ Բայց եթե զգացողությամբ զգում ես, որ թեքվել ես, սխալ ես լինում, քո գծած գիծը այն կողմ չի տանում, պետք է մի վագոն սցենարի թափել անելուց հետո։ Չպետք է ափսոսաս արածը, երբեք, եթե ինքը քեզ չի գոհացնում, ջնջում ես դրա հետն էլ անցած։ Կամպոտ։ Ինտուիցիան, եթե դու ինչ-որ բաներ տեսել ես, կարդացել ես, դու էլ գիտես, լիքն ես դրանով, ինտուիցիան մնում է հենց ամենակարևորը։ Որ ասեցիք, պետք է կայնած ջնջես։ Հա։ Մենք տենց կարճ խորհուրդ կտակ, թե ինչպես հրաժարվել։ Մի անգամ։ Այսպես շենքերի բերի փորձը փորձել են էլի ասում։ Մենակ իմ մոտ խնդիրը ինչ-որ բանից հրաժարվել, մեկնի գործ որ տեսնել եմ, գործ այդտեղանում, որտեղ ես մտածում եմ, որ հաջորդը չի ունի ավելի լավը, քան Ես պատասխան։ Մի գնահատի, եթե սրտի կպած չի, եթե դու զգում ես, որ չես սիրում այդ արածը, 3 օր ես անում եմ մի հատ շարժում, որը մտովի տեսնում եմ, նկարելուց չի ստացվում։ 3 օր ես հա անում եմ, հա ջնջում եմ, հա անում եմ, իսկ ես գիտես ոնց եմ աշխատում, ամեն կադրը նկարելով։ Փոթոշոփում, բայց նկարելով, դու նստած փորոշետով սաղուրը նկարում ես։ Ու ոչ մի բան չի ավելանում քո ֆիլմին։ Գիտես ոնց է ներոյն ազգում։ Ահա որ։ Մի հատ այս դրամ, այս երկուսը, այդ շարժումն է, որ պետք է գանգը վրայից հանի։ Ես հակել եմ, որ հիշեմ անընդհատ մտածեմ դրա մասին։ Գանգը սենց պետք է համ սիրահարվել է, համ ուզում է գանգը հանի։ Իրա գանգը չէ, ուղարկի նման է դրած։ Ու ուզում է նայի տակը։ Ոչ ռեֆերենս եմ գտնում տենց։ Ոչ մի բան չեմ գտնում, որ նման է իմ ուզածին։ Ու հա փորձում եմ։ Երրորդ օրն է այսօր։ Իմ մոտ ուրեմն մտածել եմ, որ ես պետք է լիսովին անիմացիա անեմ ու զիբիլի վեդրոյի մեջ, ինչ-որ զիբիլ է թափում, հետևից կատուն պետք է ասեմ, ճվալով գնա փախնի։ 3 օր նստած ռեֆերը, այն որ մտքումս կա, ես հաստատ գիտեմ, որ ինչ-որ մուզիկում ես հետ տեսել եմ։ Ուրեմն Disney-ի սահմունքները նայել եմ։ Առաջինը իրան ես քշում։ 2x-ի տակ եմ նայում, որ նայեմ, տեսնեմ մտեղա թե չէ, հաջորդը։ Արդեն ես քրքրել եմ, այն որ վերջասի լավ կնստեմ, մի ձև է վասկադրով կանեմ, մի բան կանեմ, ինչ-որ մի բան որ չտենաս մտովի, ուրիշ բան, ամբողջովին իրան պատկերացնում, ոնց որ ինչպես ձեռ առնես։ Ինչ պատասխանում էի, որ չթողեցի տասնով։ Իրան։ Տենում ես, ջնջոյս գնաց, իման իչ ափսոսա։ Հեշտություն։ Հա,
Եթե դու ես ջնջում, հեշտությամբ, եթե Իրան է կորում, այդ տրագեդիա է, կարող է լացել ես մի օր։ Իմ մոտ համենայն դեպս տենց է, եթե մի վայրկյան ավել ես մտածեմ, ինքը արդեն այդ դաժան պրոցեսը գալիս է, ջնջես չի ջնջես, ինքը հենց այդ պայն է, եկա քեզ չի գոհացնում, դիպ վերացնես։ Հա, վերացնես։ Ուրեմն նկարում ես, ես ուրիշ տարբերակ ունեմ այդ դեպքերում, մի հատ առանձին ֆայլ եմ բացում, ու այդ սա բարախլան լցնում եմ մեջը, որ հանկարծ մարդես պետք գա նորից հետ բերեմ։ Նա էլ է, բայց այդքան պետք չի գալիս։ Գիտես քանի հատ տենց կա արդեն արած։ Ասենք յուղաներկով ուզում եմ աշխատել, դա է առաջին իմպուլսը։ Սկզբից փորձում ես մի քանի նյութով, եւ գնում ես կոմպյուտեր։ Photoshop-ը փորձում ես, եթե չստացվեց, ուրեմն պետք է ուրիշ մեկ փնտրես։ Իմ մոտ չի ստացվում աբիոմը։ Ես շատ լավ քանդակում եմ, բայց աբիոմ շարժել իմ մոտ չի ստացվում, հետաքրքիր չի։ Այն որ ոչ թե իրան պետք է նորից նկարես ուրիշ ռակուրսով, այլ ընդհանրապես պետք է ասած ֆրազես։ Հեշտ է, էլի։ Հետաքրքիր չի։ Տանջանք է հետաքրքիր։ Բայց հենց դրա շնորհիվ է, չէ՞, այդ ոճը ստեղծվել հենց։ Հենց այդ է, մինչև չտանջվես, մինչև նոր տենը միշտ ասում եմ, մինչև սիրտը ցենց կատոր չիրնի, սցենան չի ստացվում։ Հա, մի բաներ նայենք, շատ հուսած։ Հենց այն օրը, երբ ծնվեց իշխան Համլետը։ Էլի Փարաջյանի։ Այն որ խելքը ցնցրել է։ Է որ ուղարկեցին Անգլիա։ Այդ թե ինչ։ Իսկ ինչ ուղարկեցին Անգլիա։ Ինչպես է ինչու։ Հազարավոր որ գիժեր, որ այնտեղ խելքի գա։ Խելքերը որ չկա, այնտեղի համար հոգ չէ։ Ինչպես թե։ Այնտեղ ոչ ոք չի նկատի, այնտեղ ամենը նրան նման գժեր։ Նմանությունն է էլի բանի, կառուցվածքի, կադրի, տրամադրության, չնայած շատ տարբեր լեզուներ է Տարկովսկին ու Փարաջյանը, բայց որ Տարկովսկինը 2 տարի հետո է արված, ուզում եմ տեսել հաստվել դա։ Չնայած կարել հաստված չի մի ուղղակի ստացված է, որտեղ տենց բաները օդում, ալիքները գալիս են, ժողովուրդներն անդառնում, նույն ժամանակի վերողները նույն թեմաներով են գերում ու նույնիսկ ռիթմաներով շատ անգամ համընկնում, այդ չի նշանակում իրարից ուղղված, նշանակում օդում դա կար։ Ալբենանում ուժելա, Власть над ней для ангела. Впрочем, не муж без жены, и жена без мужа в Господе, ибо не... Читай дальше. Ибо как жена от мужа, так и муж и жену. Все же от Бога. Рассудите сами, прилично ли жене Слышь, Данила. Праздник, Данила, вы говорите. Все, куда-то именно у
Ասել։ Իմ իսպոպիտ նկարող կա։ Դա ինչ է։ Չնարս, գրեցի, ֆիլմի փորձերը նկարեցի, ի ումեր։ Ես է։ Ինչ է, մերար։ Հա, բա։ Կարեք ասեք, որ դերից է ձեն։ Դու կինո չես նայում։ Նայում եմ։ Պիաներ է։ Պիաներ։ Պիաները չկա։ Ռասիայում։ Ռասիան էլ չկա։ YouTube-ում։ Այստեղ ինտերնետը ոնցն է։ Ինչը։ Ինտերնետը, կապը, համացանցը։ Ստեղ ամպեր են։ Ամպերում բանն են պահած։ Համբույրներ, պտույտներ, հետապնդումներ։ Որտեղ գրեմ, որ գտնի։ Ով գտնի։ Google-ը։ Ուր գրեմ, որ բերի։ Ստեղ մենակ քամին է բերում։ Ես սիրում Ֆրունզի ֆիլմը։ Էներջիգո։ Ես քու Святая Мария! Иди. Что ты делаешь? Отпусти мои ноги! Отпусти, говорю! Паршататься. Come on.
Удали. Տեսել եք տրուկաչները։ Ու այս ֆիլմը տրուկաչ։ Նայեք ամպային, շատ լավ։ Esa è Тарантино. Я не знаю. Он что, итальянец? Չգիտեմ, բայց հաստատ իտալացի։ Ռաֆի պատասխանն է։ Տեքստը չկա։ Չկա իտալերեն ես։ Oddio, è morto. Sì, è morto. No. Se ne serve un testimone, sarò lieta di aiutarlo, ho visto tutto. Poi l'ho maniaco ubriaco, prima ho investito lei, poi quella macchina. Quello là. Hai finito di vivere. Marmurdzele. Ափսոս, դա տաղանդավ է։ Ստացի աղբերն է, լավն է։ Այս երևի ձեր քամին է կապել։ Այս բանեկի հուդայի համբույրն է, նկարը։ Այստեղ մի քիչ բան կա, մարդից գործը է։ Այս սցենան Եվան է արել։ Բարյունը։ Вот такие меня сажали. There's a plane waiting for us to take us to Miami in an hour. I know it was you, Fredo. You broke my heart. You broke my heart. Ես Արմանը ընդամենը անեկդոտ էր պատմում, այդ կտորը դրեցի։ Հլսրաչ կիրա։ Ոնց որ իրա մասին էր։
Հա։ Սա Rain Man-ն է։ Ախպոր պատրուշկեն է։ Դուրակա։ Ես Դանել է նիգարին, երևի իմ ամենասիրած ֆիլմը։ Առաջի երկրորդ։ У него и лучшие фильмы есть. Ինքը չէր սիրում այս ֆիլմը։ Ասում էր ամենաթույլ ֆիլմն է Դանել է։ Հենց իրան էր ասում։ Вообще ինքը կինո չէր սիրում։ Ես ամարկորն եմ։ Իտալական կինոն ռուսական լիտերատուրային ավելի նման է, քան ռուսական կինոն։ Այս ես պտին կարեի։ Սելի Ֆիլինի է, Ֆիլինին կարել էլի ունենար ստեղ կտորներ, բայց իհտիշ չկարավ երորդներ դնել։ И плывет корабль, 8,5, канка. Իսկ իրեն տեսել եք, Բոժենկու, չէ, իրան պատվիրել էին մի շաբաթում գործը վերջացնել, մի օր շուտ ավարտելու գնացել էր իր գործերով։ Ուր։ Աստված գիտի, ում պահակ չեր նստելու։ Տոտիկովանը, օտային պաչիկա։ Պատկերացնում էի ձիկառացիայով, մի ամբողջ սենյակ սարքել էի ամպերով եւ այլն։ Չմտածում։ Այդ դրա մասին է խոսքը։ Երևի մեծ ծախսերի բաներ, բայց դե եթե չի մտնում, չի մտնում։ Իսկ դուք երկար եք դեռ խոսելու, ես պիտի գնամ, բայց նախանձում եմ։ Ես գնամ։ Բան հիշեցի, ուրեմն ախպերս է պատմել, ասում ընկերոջ հետ
փոքր եղբայրն էլ ատան, ընկերոջ հետ ինչ որ խոսում են բան, այս փոքր եղբայրը ուղարկում են հացի, հետո գալիս ասում ինչ եք այդքան ժամանակ խոսում, օձերից խոսացել եք, հիմա հետա։ Շնորհակալություն ասեմ շատ ու գնամ, հա, բարի ճանապարհ։ Thanks. Ֆիլմի հետ կապված գոհ եմ որ արել եմ, բայց ոչ մի փառատոն չի վերցնում այս ֆիլմը, դժբախտ ֆիլմ է տեսակ։ Ոչ մեկին դուր չի գալի փառատոնա նայողներին, մրցանակ չի ունենալու, բայց ինքը ոչ մի բան, ուղղակի ուղարկում ես ու չեն վերցնում։ Եթե հարցնես, միգուցե տամ, բայց չեն կարող։ Ես նայել եմ։ Բարդ է երևի, կառուցվածքն է բարդ, սյուժետ չկա, մահի մասին է, Պուտին կա մի երկու տեղ, չնայած պետք է որ գնալ նավարոտ է։ Իսկ Պուտինը սցենարով ճիշտ ասած չկար, բայց այնքան շատ էր ինքը կյանքում։ Չէր կարում չմտներ, էլի։ Սցենարում ավելացրեցի վերջում, սկզբից չկար, հետո այնքան բան եղավ։ Սպորտել են հանեք նորից դիներ պետքա։ Չէ, ինձ առաջարկեցին հանի։ Նույն առաջարկների կարող է ռեժիսորսկի վերսիա։ ռեժիսորսկի վերսիան երկար է դոշակարջ։ Ընդունելուց ֆիլմը ասեցին, դրանք հանի կարող խնդիր առաջացնի, ասա թող առաջացնի, կապրաս էտ է ինձ պետք, թող առաջացնի։ Ինչ է անդեղ որ խնդիր առաջացնի, ասենք երկու հատ YouTube-ից հատված։ Երևի տեխնիկական ավելի հարց տամ, ոնց հասկացա, ասեցիք օգտվել եք Զոզնի Բոյնեկի սաունդներից, Կայրին հետ։ Սա սաունդները օրիգինալներ, կար վարիանտ, նու մտքումս կար վարիանտ, որ նորից գրվի, բայց դրա համար պետք էր… Իսկ հեղինական իրավունքներ անիմացիա… Կարող է դրա համար չեն վերցնում։ Երբեք չի եղել տենց բան, ասենք նույնիսկ հատվածներ կարող ես դնել, փառատոնին դա չի հետաքրքրի։ Դա կարող է հետաքրքրի այդ ֆիլմի հեղինակներին, պրոդյուսերներին եւ այլն։ Բայց ինքը փառատոնը երբեք քո դեմ չի դնում այդ խնդիրը։ Շատ դեպքերում որպես տեքստային մետաղել է, որ պետք է, այսինքն անգամ եթե փառատոնը ֆիլմ ընտրի, որ իրանք հետ խնդիրներ հետո չունենա։ Կարող է դրա համար չեն վերցնում։ Դե, դա դու ֆիլմը կա։ Եթե չանեի մնալու էր տենց, որտեղ մեր խոսակցությունները ընտանիքի աղջիկս ու քեսս եմ իմ հետ ապրում, ինչից խոսանք, վերջում կինոից ենք խոսում։ Տենց խոսակցություն չկա, որի վերջը կինոն չլինի։ Մենք արդեն ձանձրացել ենք այդ նույն բաները խոսալուց, բայց անկախ դրանից գնում է դրան։ Իսկ ես տեսար, իսկ են տեսար, իսկ են վաստեղ սենց էր, ոչ է։ Բյամը դրա մասին է։ Սկսենք բաց ձեր բոլոր ֆիլմերը օնլայն ինչ-որ տեղ։ Սա դեռ չկա, սա մի տարեկան է, մի տարի մի քիչ։ Մի անգամ մեկին հարցրի, ով իր փոքր ստուդիաներում տարբեր ֆիլմեր է նկարում։ Վերջնարդյունքը այս կարճամետրաժ ֆիլմերի ինչ փառատոների համար եք նկարում, թե ավելի մեծ դիամետրաժ դառնալու համար, ասած չեմ ուզում փառատոների դիմել։ Ուզում եմ ուղղակի նկարեմ, դնեմ բոլորին որ տեսնեն։ Տենց հերինակ, ես տենց կանեի, եթե գումարը իմը չլիներ, հա, եթե գումարը իմը լիներ։ Ես իսկապես ինձ հետաքրքիր է տեսնելը, որ տեսնեն։ Ու տենց հեղինակներ շատ կան, որ գաղտնի իրանց, օրինակ Վանյան Մաքսիմը, որ իմ սիրած անիմատորներից մեկն է, ինքը գաղտնի իր պրոդյուսերից, դիսկեր էր սարքել, սաղի տալիս էր։ Այդ Վեյցեր Դոլբերեգը ֆիլմը, ես իրա տված դիսկով եմ տեսել։ Նայեք, կստացի, լավն է շատ։ Վանյան հիմիկվա մեծ սերունդն է համարվում, նորտեգնից փոքր է, բայց իմ տարիքին է երև մի քիչ մեծ կամ փոքր չգիտեմ։ Մենք արդեն մեծեր ենք, էլի։ Չնայած ես մուլ գրուպա գնացել եմ ամենափոքրն էի խմբում, ինքնից 10 տարով մեծ եմ սա։ Ես այդ մտքով էլ հիմա ապրում եմ, որ ես կրծերն եմ, էլի։
տանել եմ կրծերը։ Իմ մոտ ոսկրացած վիճակը, որ ես ամենափոքրն եմ։ Բոյս էլ մի բան չի։ Վերջը։ Դրա համար որ մտածում եմ մենք հիմա ավակներն ենք։ Մենք ավակներն ենք։ Ոչ լավա, ոչ վատ։ Ասա։ Խոսքում հաճախ ասում եք լավ բանի մատը, լավ դրսը։ Ցավոք ճշգրիտ գիտություն չի ու մաթեմատիկական ձևակերպում։ Ցավոք չի, հա։ Մենք Ինչ լավ ա որ։ Բայց երբ որ մենք պարզապրաններ մեր հյուրեր կարողացանք։ Հա։ Բայց մեր այդ ճաշակի նյութեր չկա, այդությունը սխալ է։ Ճաշակը լավ է ընկել ունի։ Ու այս պարագայում այն ինչ կապորոշիչներով շնորհվելով եք ասում։ Այդ դասականները դասական են բոլոր ժամանակների միջով անցնում են։ Եվ բայց մարդիկ էլ կան շատերը, ովքեր իրենց տանը այդ հստակ անում են, ոչ մի չգիտի։ Իրանց խնդիրն է, կարող են իմանալ։ Հիմա գոնե կարող են իմանալ։ Հիմա ցանց կա, որ կարող ես գցել սաղին ցույց տալ։ Իսկ այն ժամանակ եթե ասենք չկար ինտերնետը, ինչ էին անում այդ մարդիկ։ Գժվում էին, խելագարվում էին, ուրիշ բանով էին զբաղվում, թարգում էին։ Այսինքն հիմա դու հնարավորություն ունես ինքնահաստատվելու, ինքնաարտահայտվելու։ Նայած ով քեզ կհավանի կամ չի հավանի, այդ արդեն քո խնդիրը չի։ Իսկ որ դուք նկարում եք, նայում եք այս մեկի աչքով, այն մեկի աչքով, փառատոնի աչքով։ Չես կարող ձեր աչքով։ Իմ աչքով չեմ նայում, պրոստը նկարում եմ։ Չեմ գնահատում։ Եթե սիրում ես սցենան, մնում է, չես սիրում, փոխում ես։ Բայց գնահատում եք, չէ՞ որ փոխում եք։ Բա ոնց։ Բայց այդ ոչ թե ինչ որ աչքով ես նայում հատուկ։ Կամ սիրում ես, կամ չէ սցենան։ Կամ քո ուզածը ստացվում է, կամ չի ստացվում։ Ուզածդ։ Ոչ թե փառատոնի համար արված ֆիլմ։ Փառատոնի համար արված ֆիլմը երևում է։ Դու իրան ընկալում ես տենց։ Ասում ես, էս արել է սրա համար։ Ու չես սիրում այդ կինոն։ Կինոն ավելի հետաքրքիր տեղ է, քան կյանքը իմ համար չգիտեմ։ Մի քիչ տենց է իմ մոտ։ Վերջ, երևի երեխեք։